Բարև ձեզ հարգելի գործընկերներ, անկախ դիտորդ դաշինքը դիտորդություն է իրականացրել վաղարշապատ համայնքի խոշորացված համայնքի ընտրություններում 4 կազմակերպությունների կազմով, այն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, ուղղակի ժողովրդավարություն, իրազեկ քաղաքացիների միավորում եւ կանանց իրավունքների տուն կազմակերպությունների կազմով նախընտրական քարոզարշավի ժամանակ երկարաժամկետ դիտորդություն իրականացվել է 4 դիտորդների կազմով, 3 քվեարկության օրը դիտորդությունը իրականացվել է 6 շրջիկ խմբերի եւ լրացուցիչ ուժերի կազմով։ Ըստ էության հիմնական դիտարկումներն հետեւյալն են, նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որոնցից 45-ը վերաբերվում է նախընտրական քարոզչության տպագիրի պաստառներին, այսպես ասած, նախընտրական քարոզչության ժամանակ արձանագրված խնդիրների թվում էին նաև վարչական ռեսուրսի չարաշահումն ու բարեգործության արգելքի խախտումը, դրա մասին վկայում են այն դեպքերը, որոնց մասով մենք ուրեմն ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում, ներկայացրել ենք 5 հաղորդումներ, որոնցից 2-ը պաշտական դիրքի չարաշահման հոդվածով են քրեական օրենսգրքի 441 եւ 3-ը 221 հոդվածով, այն է բարեգործության եւ քարոզչության մեկտեղման հոդվածով, բոլոր 5-ը այս կամ այն կերպ կապված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին կատարվող ուրեմն ենթադրյալ հանցագործությունների հետ Մասնավորապես մեկը վերաբերվում է քվեարկության առաջին օրը, ներողություն, քարոզարշավի առաջին օրը համայնքապետարանի միջոցներով քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառները փակցնելու դեպքին, մեկը վերաբերվում է Խոյ համայնքում, ուրեմն Խոյը միգուցե մարդիկ լայն հանրություն տեղյակ չի, Խոյ համայնքը ըստ էության վաղարշապատին միացվում է եւ այս պահի դրությամբ դեռ առանձին համայնք է, բայց ընտրությունների արդյունքում արդեն ձևավորվող համայնքային իշխանություն է լինելու արդեն մեկ միավորված համայնքային իշխանություն։ Ուրեմն Խոյ լուծարվող համայնքում ուրեմն գովազդների տրամադրման կարգին, որում դա մենք գնահատել ենք, որ եւս պաշտոնական դիրքի չարաշահման է տեղի ունեցել։ Ուրեմն 221 հոդվածներով մեկը վերաբերվում է դպրոցներից մեկի տնօրենի կողմից բարեգործության եւ քարոզչության մեկտեղման արգելքի խախտմանը, մեկը վերաբերվում է քարոզարշավը սկսելու նախորդ օրը Դողս գյուղում իրականացվող այդ բարեգործական միջոցառմանը եւ եւս մեկը ուրեմն մի շարք հատվածներում, վաղարշապատի մի շարք հատվածներում ասֆալտապատման, տանիքների այդ համայնքային միջոցներով տանիքների վերանորոգման դեպքերին։ Պետք է նշեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում մեր դիտորդները զրուցել են մասնակից 8 ուժերից 7-ի հետ, ըստ էության դիտորդների հետ հրաժարվել են զրուցել մեն ժառանգություն կուսակցությունից, իրականացվել են տասնյակից ավել հարցումներ, դիտարկվել են շուրջ 35 նախընտրական հավաքներ, ընտրողների հետ հանդիպումներ եւ դիտարկումն եւ մյուս փունջը հարցերի, որոնք ուշադրության կենտրոնում են եղել են դահլիճների տրամադրման հետ կապված, մասնավորապես քաղաքական ուժերից մեկը ահազանգում էր դահլիճների անտեղի մերժման բազմաթիվ դեպքերի մասին, մենք ուսումնասիրել ենք դրանք եւ տեսել ենք, որ ահազանգերի մի մասը թեև տեղին են, մի մասը իրապես համաչափ է, որ մերժվել են, բայց մի մասի դեպքում իրոք ահազանգը տեղն է եւ արձանագրվել է նաեւ դեպք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավորեցնի համայնքապետարանին ամեն դեպքում Մայր Հայաստան ուժին տրամադրել դահլիճը հանդիպման համար։ Ինչը իհարկե լավ բան է խոսում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար, բայց բացասական բան է համայնքապետարանի համար։
Խնդրահարույցներից են եղել նաև դեպքերը, երբ տեսել ենք, որ համայնքապետարանը իր ծրագրերով չնախատեսված դեպքերում քաղաքացիներին տրամադրել է ինչ-որ օգնություններ կամ դե ֆակտո օգնություններ, այդպեսով արձագանքում էր քաղաքացիների խնդրանքներին, այսինքն տեսնում ենք, որ նախընտրական քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզության ժամանակ քաղաքացիները մոտենում էին ուրեմն Արգիշտի Մեխակյանից ինչ-որ բան էին խնդրում ու միգուցե այդ պահին Արգիշտի Մեխակյանը ասում էր այդ բոլոր հարցերը ընտրություններից հետո, բայց հետո մենք տեսնում էինք, որ համայնքապետարանը հասցեագրում էր քաղաքացիների այդ խնդիրները, որոնց մի մասով, ինչպես ասացի, արդեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, որտեղ սա անցալում ենք որպես բարեգործության եւ քարոզչության մեկտեղման խախտում։ Ըստ էության քվեարկության օրվա կոնտեքստում առաջին իհարկե հիշարժան փաստն այն է, որ մասնակցությունը եղել է ուղիղ կրկնակի անգամ ավելի շատ, քան նախորդ ընտրությունների ժամանակ, նախորդ անգամ դա 27% էր, այժմ 45%, ինչը իհարկե շատ լավ է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։ Ուրեմն մի շարք խնդիրներ նաև արձանագրվել են տեղամասերում, մասնավորապես 3 տեղամասերում արձանագրվել է 21 խախտում, որոնցից 6-ը վերաբերվում էին տեղամասի շրջակայքում տեղի ունեցողին և 15 տեղամասի շրջակայքում տեղի ունեցողին և 16-ը տեղամասի ներսում և ուրեմն բաց քվեարկության դեպքերի հետ կապված նախասեմ, բաց քվեարկության դեպքերը թեև բազմաթիվ են եղել, բայց մենք դրանց 2 դեպք են մեր դիտորդները արձանագրել, որ գնահատվել է, որ բաց քվեարկությունը կատարվում է միտումնավոր, ոչ թե կարգը չի մնալու արդյունքում, ոչ թե շտապելու և քվեախցիկի հերթը շրջանցելու ցանկության արդյունքում, այլ միտումնավոր, և շատ մտահոգիչ է, երբ որ ընտրողները փորձում են քվեարկել դեմոնստրատիվ, կարծես ուզում են ցույց տան, թե ում են իրենք քվեարկում։ Այս կոնտեքստում նաև մտահոգիչ էր, որ հաղթանակի և քաղաքացիական պայմանագրի որոշ քվեաթերթիկներ, արդեն դա հաշվարկի ժամանակ երևաց, յուրովի էին ծալված, երբեմն անկյունից էին ծալված կամ որոշակի տարբերվող և ոչ ռեֆլեքսորեն, ինչպես քաղաքացին ռեֆլեքսորեն կարող է ծալեր, թե առհասարակ քվեաթերթիկը ծալել պետք չի, բայց այդպես չէին ծալված, ինչը կասկած է հարուցում, որ նույն երևույթն է, որ ժամանակին ունեինք գունավոր գրիչների հետ կապված, երբ որ քաղաքացուն ասում էին, այ դու կքվեարկես կարմիր գրիչով, որ մենք իմանանք, որ դու մեզ քվեարկեցիր, հիմա կասկած կա, որ միգուցե որոշ քաղաքացիների ասել են, այ դու քվեաթերթիկդ այսենց ինչ-որ յուրովի կծալես, որ մենք հետո հաշվարկի ժամանակ տեսնենք դա։ Ես նախ ուզում եմ առաջ ընկնելով ասել, որ նաև ապագայի համար, որ դե ֆակտո ոչ մեկ դա չի կարողանում վերահսկել, այսինքն տեսնում ենք յուրովի ծալված քվեաթերթիկներ, բայց իրականում եթե քաղաքացիներին այդպիսի պարտադրանք է, իհարկե այդպիսի պարտադրանք եթե կա, դա քրեորեն արգելված է, քրեական օրենսգրքով արգելված է, բայց քաղաքացիները որպես վերջին միջոց կարող են այդուհանդերձ ինչպես ուզեն քվեարկեն եւ դե ֆակտո հաշվարկի ժամանակ ոչ մեկ չի տեսնում եւ չի նայում, այս մի քվեաթերթիկը ծալված էր, ուրեմն դա Պողոսն էր։ Սա ուղղակի ապագայի համար եմ ասում այն ընտրողներին, որոնք որ միգուցե նման իրավիճակներում հայտնվեն։ Ուրեմն մյուս արձանագրումը, որ պետք է անենք, դա այն է, որ թեև նախընտրական քարոզչությունը բավականին լարված էր, դիտարկվում էին քաղաքական ուժերի կողմից կատարվող իրար նկատմամբ զանցանքներ, մասնավորապես պաստառների պատռման կոնտեքստում, բայց այդուհանդերձ